Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, եթերում քննարկումն է, այսօր անդրադառնալու ենք մի շատ կարևոր թեմայի քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերին, դրանց պատճառներին եւ պետության կողմից իրականացվող քայլերի անհրաժեշտությանը։ Եվ այսպես 2024 թվականի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 12 դեպք, 12 դեպքերում էլ արձանագրվել է կենսաբանական մահ։ Մահերից 2-ը արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում, իսկ 10-ը բժշկական կենտրոններում։ Մահացածներից 6-ը դատապարտյալներ էին, 2-ը ծմահ եւ 6-ը կալանավորված անձինք։ 2025 թվականին վիճակագրության առումով էլ ավելի մտահոգիչ է։ Միայն հունվարին 3 մահ է գրանցվել Բերդերում։ Այսպիսով 4 ամսվա ընթացքում արձանագրվել է 10-րդ մահը բանտում։ Իրավապաշտպանները ահազանգում են եւ պնդում այս մարդիկ մահանում են ոչ թե բռնի, այլ կենսաբանական մահով, ինչը նշանակում է Հայաստանի կալանավայրերում պատշաճ բուժ սպասարկում չի իրականացվում։ Եվ այս թեման քննարկելու համար տաղավար եմ հրավիրել իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանին եւ Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Հովհաննիսյան, սկսենք ձեզնից, որովհետև դուք վերջերս եք այցելել քրեակատարողական հիմնարկներ եւ այսպես հայտնի դեպքից հետո, երբ ահազանգ էր ստացվել, որ ծեծուջարդ է տեղի ունեցել, բուժանձնակազմը չի սպասարկել ժամանակին եւ այլն, եւ գիտեմ, որ դուք մի շարք իրավապաշտպաններով այցելել եք, նախ եւ առաջ ձեր գնահատականը ինչ իրավիճակ ունենք եւ սա որքանով է մտահոգիչ, եթե փաստորեն ես ներկայացրի եւ անցյալ տարվա վիճակագրությունը եւ այս տարվա վիճակագրությունը, որը ել ավելի մտահոգիչ է հենց արձանագրված մահերի ինքնասպանությունների առումով, համեցեք։ Նախ նաև մտահոգությունը կիսելով ավելացնեմ, որ այս տարի հենց ինքնասպանության դեպքերն են շատ, ուղիղ կեսը 5 անց ինքնասպանություն է գործել, ինչը անցյալ տարվա կտրվածքով ընդհանրապես որևէ ցուցանիշ չի ունեցել, 0 է եղել, եւ դա ել ավելի մտահոգությունները խորացնում է, թե ինչու են մարդիկ վերջ տալիս իրենց կյանքին, ինչն է ստիպում, որ անձը իր կյանքին վերջ տա եւ ինչ ահազանգ է հնչեցնում այդ իր ինքնասպանության ակտով։ Եվ ինքնավնասումները եւս առկա են, որպես այդպիսին ինքնասպանության փորձերն են առկա, այնպես որ ես անձամբ չեմ այցելել, բայց խումբը կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հանրային վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը այցելել է այն տխրահռչակ դեպքից հետո, երբ ֆիզիկական ուժ էր կիրառվել եւ որոշակիորեն ահազանգներ կային, որ այդ ուժը բոլորովին համաչափ չի եղել։ Մենք այցելել ենք իհարկե եւ նաեւ դիտարկել այն խնդիրները, որոնք կարող են առաջացնել այսպիսի իրավիճակ մահվան ելքերի տեսանկյունից։ Դրանք առաջինը առողջապահական խնդիրներն են, որոնք բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք, անկախ նրանից նրանք կալանավորված անձինք են, թե արդեն իսկ դատապարտյալներ են։ Իդեպ կարելի է այդ խնդրի մասին էլ խոսել, որ կալանքը Հայաստանում դեռևս շարունակում է մասսայաբար կիրառվել եւ այս պահին քրեակատարողական հիմնարկում ավելի շատ կալանավորված անձինք են, քան դատապարտյալներ։ Դա եւս մեզ համար խնդիր է եւ այդ ծանրաբեռնվածությունը հատկապես կալանավորված անձանց պարագայում, երբ ուժի մեջ մտած դատական որոշում չկա եւ անձին զրկում է ազատությունից, դա եւս մարդու իրավունքների գլոբալ խախտում է։ Ինչ վերաբերում է այն պատճառներին, որի վերաբերյալ խոսում էինք, բացի բժշկական խնդիրներից, որոնք թե վերաբերում են նրա հետ կապված, որ մարդիկ 50%-ից ավելին քրոնիկական հիվանդություններ ունեն եւ այդ ծանրաբեռնվածությամբ հիմնարկները առողջապահական ծառայություն որպես այդպեսին պատշաճ չեն հասցնում իրականացնել, նախ կապված նրա հետ, որ երեկոյան ժամերին, երբ ավելի շատ են ռիսկերը վատթարանալու, բժիշկ այնտեղ չկա, կա միայն հերթապահ քույրը,
որը բարդ խնդիրներ լուծել բնականաբար չի կարող, եթե կաթվածի հարց է, եթե սրտանոթային խնդիր է, ինքը ուղղակի այդ խնդիրները չի կարող լուծել եւ առաջանում է կամ արագ բուրսպասարկման խնդիր կանչել օրինակ տարբեր տիպի շտապօգնության ծառայություններ կամ տեղափոխել արագ հիվանդանոցային ծառայության շտապօգնությունների դեպքում մարզերում մենք ունենք հսկայածավալ խնդիրներ կարող է մեկ ամբողջ քաղաքին օրինակ Աբովյան քաղաքին 1-2 շտապօգնության մեքենա սպասարկի որը թե քրեակատարողական հիմնարկի համար կարող է լինել եւ թե այն քաղաքացիական անձանց դուք պատկերացրեք 2 շտապօգնության մեքենա պիտի արագ հասնի համայնքի համար։ Դա մի խնդիր։ Մյուս խնդիրը դեղորայքայինն է։ Ես բուժանձնակազմ ասացի, արագ տեղափոխման խնդիրները դեղորայքային խնդիրների իհարկե եւս բարձրաձայնում են, որ առկա է կամ այն դեղորայքը, որը անհրաժեշտ է չկա, կամ ցանկացած դեպքերում տրվում է միևնույն տիպի դեղորայք, ցավազրկող կամ, այսինքն դուք պատկերացրեք մարդիկ, որոնք գտնվում են փակ տարածքում, իրենց առողջական վիճակը բնականաբար վատթարանում է, բնականաբար ցանկացած պարագայում այդպես է, եւ նրանք շատ են քիչ չեն արագ հասնել նրանց եւ առաջնահերթությունները դիտարկել, եթե մարդ նույնիսկ հերթագրված է, որ պիտի տեղափոխվի բուժծառայության, բուժզննության, օրինակ քաղաքացիական հիվանդանոց եւ հրատապ այդ պահին լինում է այլ դեպք, առաջնությունը տրվում է հրատապ դեպքին ու մարդը նորից մնում է այդտեղ, դուք պատկերացրեք իր հոգեբանական վիճակը եւ այդ բոլոր ծանրացուցիչ հանգամանքները։ Միևնույն ժամանակ մենք ունենք հսկայածավալ խնդիր հոգեկան առողջության հետ կապված բանտերում։ Ոչ միայն հոգեբույժերի պակաս կա, այլ նաև այն հետազոտությունները, որոնք կարող են վերհանել հոգեկան առողջության խնդիրները։ Մտնում է անձբանդ մի փոքրիկ հարցաշարով փորձ է արվում հասկանալ իր հոգեկան առողջության վիճակը, դրանից հետո որևէ հետազոտություն, որևէ հետամուտ լինել, թե ինչպես է վատթարանում այդ վիճակը, մենք չունենք որպես այդպեսին եւ այդ դինամիկան վերահսկել հնարավոր չէ։ Եթե այս ամբողջական կույտին ավելացնենք նաև քրեական ենթամշակույթի չհաղթահարված խնդիրը, որը բանտերում առկա է եւ այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ ճնշումը մարդկանց վրա բանտում նաև քրեական ենթամշակույթի կողմից շատ մեծ է եւ ազդում է նաև այս ինքնասպանությունների դեպքերի վրա։ Տիկին Կարապետյան, տեսեք, նշվում է, որ մենք այսպիսի ծայրահեղ վատ վիճակ չենք ունեցել նախկինում երբեք, կան իրավապաշտպաններ, որ նման գնահատականներ են տալիս, ձեր գնահատմամբ վիճակը ավելի է վատթարացել, թե ունենք այն, ինչ ունենք, ուղղակի նաև վիճակագրության առումով ունենք դեպքերի աճ, որոնք են ձեր կարծիքով քրեակատարողական հիմնարկներում, այսպես սպանությունների, ինքնասպանությունների գործոնները այսօր։ Ես չի ասի, որ այ հիմա այն բացառիկ եւ աննախադեպ, ինչպես ընդունված է ասել, վատ իմաստով իրավիճակն է, որովհետեւ մենք ունեցել ենք այդպիսի վիճակներ նախկինում։ Ես հիշում եմ 2008 թվականից հետո, երբ մեծ թվով ձերբակալություններ, կալանավորումներ եղան, քրեական գործեր հարուցվեցին, մարդկանց թիվը, ինչպես էին մարդիկ քաղաքական հետապնդումներով պրոցեսներ էին իրականում, ես հիշում եմ, ինչ մարդիկ հերթով էին քնում, այսինքն մենք ավելի ծայրահեղ վիճակ ենք ունեցել։ Պատկերացրեք, մի խցում գտնվում էին այնքան թվով մարդիկ, որ ստիպված են լինում հերթափոխով քնել, որովհետև միաժամանակ բոլորը չէին կարող քնել։ Այնպես որ մի փոքր ծայրահեղացված է, բայց դա բնականաբար չի արդարացնում ներկայիս իրավիճակը, որովհետև մենք ունենք պարտավորություններ, բացի նրանից, որ ունենք միջազգային պարտավորություններ, մեր գործող օրենսդրության հետ կապված պարտավորություններ, եւ վերջո խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին։ Ինչ կան էլ մեզ դուր գա, դուր չգա, մենք համաձայն լինենք կամ դատապարտենք ինչ որ գործողություն, որի համար մարդը հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, խոսքը գնում է մարդու մասին։ Եվ դա միշտ պետք է հիշել, որ դա մի հոգու մասին չի խոսքը գնում։ Դա այդ անձնավորությունն է, դա իր հետ շրջապատում գտնվող այլ անձինք են, խցում գտնվող այլ անձինք են, դա նաև իր ընտանիքն է։ Այսինքն սա շղթայաբար այսպես տարածվում է այդ բացասական հոգեկան վիճակը, հա, հոգեբանական վիճակը տարածվում է բոլորի վրա։ Իրենք էլ իրենց հերթին տարածում են իրենց սրտնեղվածությունը, վիրավորվածությունը, հա, իրենց անարդարությունից կամ անզորությունից իրենց վիճակը տարածում են
ու սա շղթայաբար տարածվում է, սկսած չգիտեմ, մանկապարտեզներից, դպրոցներից մարդկանց հարաբերություններում, վերջացրած մնացած բոլորով։ Այնպես որ եթե մարդկանց թվում է, որ երբ որ մենք խոսում ենք քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդկանց իրավունքներից, դա վերաբերվում է ինչ որ մարդկանց, որոնց իրանք չեն ճանաչում, որոնք հանցագործ են քիչ հայրանց տենց էլ պիտի լինեն, իրանք չարաչար սխալվում են։ Դա ի վերջո այսեն շղթայական գալիս է հասնում մեզանից յուրաքանչյուրին։ Մենք հիմա շատ ենք զարմանում, օրինակ, ինչու են մարդիկ ագրեսիվացել, հա, որովհետև գուցե այդ պահին ինչ որ իրավիճակը բուն իրադարձությունների հետ մարդը կապ չունենա, բայց ի վերջո շատ անդրադարձը ստանում են յուրաքանչյուրը փողոցում, տրանսպորտում, չգիտեմ։ Պատճառները իհարկե շատ տարբեր են։ Սա, գիտեք, գործընկերս շատ լավ նշեց, ամեն ինչը գրեթե նշեց, ու մի գործոն էլ կա, ինչի են մարդիկ այսենց խնդիրները ասես ծայրահեղացնում, հա, գուցե մի մասը գնում է ինքնասպանության, մի մասը ինքնասպանության անվան տակ այլ իրադարձություններ, այլ իրականություն կոծկվում է, ներկայացում է որպես այսպես ինքնասպանություն, այնինչ դա ինքնասպանության հասցնել է լինում այդ հոդվածով, կամ սպանություն է լինում, որը քողարկվում է, որովհետև մարդիկ, մասնագետներ, ովքեր որ շատ լավ երկար տարիներ աշխատել, նրանք շատ լավ կարողանում են տարբերակել, եթե մարդը կանգնած է գետնի վրա, ոտքերը կպնում է գետնին, ինքը չի կարող կախվելով ինքնասպան լինել, դա հնարավոր չի։ Իսկ մենք օրինակ բազմաթիվ այդպիսի օրինակներ ենք ունեցել նախկին դառը փորձերով։ Ներկա գործերի հետ չեմ կարող ասել, ծանոթ չեմ, դետալներին չեմ պնդի, բայց փորձը ցույց է տալի հետեւյալը, հա, որ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որտեղ հնարավոր չէր այդ ձևով ինքնասպան լինելը։ Արդարադատության հետ կապված խնդիրը գործընկերս մի փոքր բաց տվեց, որովհետև շատ ճիշտ հարցադրում էր, լավ պատճառը որն է, եթե մարդը գիտի, որ օրինակ մի տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի, հա 8 տարի հետո ինքը ազատվելու է, գնալու է տուն։ Քիչ թե շատ իր պատիժը կկրի, արժանի պատիժը կամ չարժանի պատիժը կկրի, կգնա տուն։ Ինչի մարդը պիտի ինքնասպան լինի, իր ամենաթանկ բանը կյանքից զրկի ինքը իրան, որովհետև մարդը չի տեսնում, ելք չի տեսնում անելանելիությունից, թուլությունից, անզորությունից, արդարադատության բացակայությունից, այո, ինչ որտեղ նաև հարազատների վրա բեռ չդառնալու պատճառից։ Այսինքն, այնքան շատ պատճառներ կան, որ երբ որ մենք խոսում ենք, որ մենք բարեփոխել ենք համակարգը ու շատ դեպքերում խոսում են, այ մենք նոր շենք կկառուցենք, այդ նոր շենքի պայմանները, եթե նոր շենք եք կառուցելու, բայց կալանավորը, հա, շատ լավ բան է, ես հասկանում եմ, որ մաքուր խցում նստելը գուցե ավելի մարդկային կլինի։ Եթե օդափոխությունն էլ չլինի, նենց ոնց որ արմավիրում սարքեցիք, որ մարդիկ խեղդում են, ավելի լավ կլինի։ Բայց օբյեկտիվ իրականության մեջ, եթե մարդը արդարության զգացումը չի ունենալու, չի հասկանալու ինչ անելու, թե մարդուն օրինակ հոգեկան առողջության հետ կապված խցակիցներից ոնց ասեմ, խցակիցները պաշտպանված չեն լինելու մեկից, ով անդադ զարգացող խնդիր ունի ու կարող է վնաս տալ ոչ միայն ինքը իրան, այլ նաև մնացածին։ Լավ, այս սոցիալական հարցերը մարդկանց աշխատանք չեք տալու, այսինքն մարդը զբաղվածություն չի ունենալու, պարապությունից սկսելու են եսի ինչով զբաղվել, էլի, հազար ու մի պատմությունների մեջ ընկնել։ Եթե այս բոլոր հարցերը չկան, նոր շենք կլինի եւ վերջապես ամենակարևորը, մենք ինչից որ սկսեցինք, եթե հարցերը լուծելու համար իշխանությունը ամեն անգամ գալու է հատուկ ջոկատայներով, քեզ փռի գետնին, քո վրայով քայլի ու ասի դու սրանից հետո պիտի երգես Գասպադա աֆիցերի երգը, ներողություն դա կլինի մաքուր խցում, թե դա կլինի փոշոտված հին հնավորից խցում, կամ չգիտեմ, այլ պայմաններում, ինձ թվում է էական տարբերություն չկա։ Վերաբերմունքը, գնայս ջան, վերաբերմունքը, կալանավորը մարդ է, կալանավորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի խախտում, ունի կանոնակարգի խախտում, ոչ մեկ չի ասում դրեք գլխներիդ մանեկեք, դա ունի ընթացակարգերով պատասխանության ենթարկելու ձևեր, ոչ թե քրեական ենթամթաշ մշակույթին բնորոշ ձևով պարժեք ու ասեք, որ դու չպիտի կրես քրեական ենթամշակույթը։ Այդտեղ է ամենամեծ դժվար խոցելի մասը այս պատմության։ Ըստ էության համամիտ եք արդյոք այն մտքի հետ, որ այսպես հիմնականում քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը թերի բուժ սպասարկման արդյունք են։ Ոչ միայն, ես կարծում եմ, որ մենք այնտեղ ունենք դա իհարկե անշուշտ, որովհետև կան մարդիկ, ովքեր քիչ թե շատ, որևէ մեկս չեմ կարծում, որ բացարձակ առողջական վիճակներս նորմալ է, բայց նորմալ մարդիկ իրանց ոտքով մտնում են քրեակատարողական հիմնարկ, կիսահաշմանդամ ընդեղից դուրս են գալի ընդամենը մի քանի ամիս հետո։ Եվ դա կասեն բոլոր իրավապաշտպանները կամ փաստաբանները կամ չգիտեմ այդ ոլորտի հետ աշխատողները, ովքեր որ շփվել են դատապարտյալների, կալանավորների հետ։
իսկապես դա այդպես է, այսօր էլ այդպես։ Այսինքն մարդը առողջական խնդիրները դա մի կողմից է, սոցիալական խնդիրները դա մյուս կողմից է, որովհետև հայտնվում են մի իրավիճակում, որտեղ ինչ ասեմ, բեռը, որը պիտի որ քաշեն այդ ընտանիքը, ոչ միայն այդ անձը, այլ նաև իր ընտանիքը, դա իրանց համար դառնում է անտանելի, անհնարին։ Որտեղ ինչ կաներ հիմա ասեն, որ թղթերով ամեն ինչ նորմալ է, միջալից այն ժամանակ էլ թղթերով նորմալ, հիմա էլ։ Կասեն դեղամիջոցները կան, սարքավորումները կան, սնունդը ընտիր, ջուրը, ժողովուրդ գնացեք ամեն անգամ քրեակատարողական հիմնարկի դիմացը կանգնեք, երբ որ հանձնուկների օրն է լինում, գնացեք կանգնեք, տեսեք կիլոմետրանոց հերթեր ու բարդաններով բերում են ջրից սկսած մինչև դեղամիջոց, բերում է ընտանիքը։ Եկեք ազնիվ լինենք, ես հասկանում եմ, որ արդարադատության վերաբերյալ ֆորումներ են անում ու այնտեղ պիտի բոլորը ծափահարեն ու պիտի արդարանան ու բացատրեն, թե որտեղ են ծախսել այսքան դրսից բերած գումարները, բայց գնացեք, որպեսզի ազնիվ լինեք, գնացեք մի անգամ տեսեք, այդ հանձնուկները հանձնելու օրը այնտեղ ինչ վիճակ է տիրում։ Ու նաև բաները, ինչ ասեմ, անիլանելիությունը, հասկանում եք, մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում ուղղվելու, ինչ որ մասնագիտություն ստանալու մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառով մասնագիտություն չեն ստացել կամ իրենց վրա կա օրինակ ֆինանսական պատասխանատվություն, ինչ որ բան վերադարձնելու, հատուցելու կողմի, աշխատելու, այդ աշխատանքով նախ զբաղվելու, հետո գումար վաստակելու, իր հոգսերը, իր ծախսերը հոգալու հետ կապված կամ այդ պարտքերը վերադարձնելու։ Մարդը ոչ մի բան չունի։ Տանում են, գիտեք, սենց բանամ, շպրտում են ինչ-որ մի հատ կամերա մեջ ու ասում են, պլյուս քրեական եթամշակույթը, բնականաբար։ Ու ասում են, դե գնա յոլա գնա, ոնց ուզում ես գնա ապրի։ Դե պարզա, որ բոլորը չեն դիմանա այդպիսի պայմաններին։ Տիկին Հովհաննիսյան, տեսեք, շատացել են ինքնասպանությունների դեպքերը եւ արդեն իսկ ահազանգ կա, փաստորեն առաջին եռամսյակում ունենք 4 արդեն արձանագրված այդպիսի դեպք, դուք նաև 5-րդն է։ Արդեն 5-րդը, տեսեք, դուք նշում եք հոգեբույժների ինստիտուտի կարևորության մասին, իսկ ընդհանուր առմամբ պետությունը ինչ գործառույթներ ունի այստեղ, ինչու եմ սա հարցնում, որովհետև շատ ենք խոսում այն մասին, որ պետք են հստակ ընթացակարգեր, հստակ գործընթացներ, այնպիսի ընթացակարգեր, որ մարդուն, այսպես ասած, չհասցնեն մահվան։ Դուք շատ ճիշտ ասացիք եւ շատ ճիշտ հարցադրում եք, թե ինչպես պետք է աշխատի պետությունը ազատազրկված անձի հետ, որպեսզի նմանատիպ ելքեր առնվազն չլինեն։ Ես չեմ ասում, որպեսզի կատարյալ ուղղված գա հասարակություն, ի վերջո մեր ցանկությունը դա է, բայց ես առնվազն չվնասվի, առնվազն հաշմանդամություն չձեռք բերի ազատազրկման վայրում, առնվազն չներքաշվի քրեական ենթամշակույթի մաս չկազմի եւ նույնիսկ կրկնահանցագործության այդ պտուտակի մեջ չդառնա մամլիկ։ Առաջնային խնդիրներից մեկի մասին գործընկերս Նինան անդրադարձավ, դա թե անձի հետ աշխատանքի խնդիրն է, որը պատշաճ կատարելու համար բավական լուրջ ջանքեր են պետք է մի ամբողջ բաժին է գործում քրեակատարողական համակարգում, դա սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների բաժինն է, որը առաջին վայրկյանից պետք է մարդուն վերցնի իր հոգատար ձեռքերի մեջ եւ սկսի իր հետ աշխատանքի գործընթացը, որտեղ մենք անդադ խոսում ենք բժշկական խնդիր, բժշկական, բայց դա ոչ թե պատճառն է, այլ դա արդյունքն է։ Մարդը փսիխոսոմատիկ վիճակի մեջ հայտնվում է այդտեղ, ու առանց այդ է մենք բոլորս դրսում ունենք խնդիրներ, առավել եւս խոցելի խմբերը, որոնք հայտնվում են հանցագործ իրավիճակում, որովհետեւ ունենում են առաջին հերթին սոցիալական խնդիր։ Օդի միջից չի մարդը գնում գողություն անում, կներեք։ Եթե նույնիսկ մանկուց ներքաշվի, ուրեմն եղել է որևէ կառույցի, որևէ հաստատության ընտանիքից սկսած մինչև դպրոց բաց թողումները։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ դա սոցիալական չարիք է։ Ոչ թե մարդը հենց այդ ծնվել է ու ինքը հանցագործ է դառնում միանգամից։ Եվ այդտեղ հայտնվելով այդ իրավիճակում ինքը սոցիալական խնդիրներից դրդված դառնում է հանցագործության բավականին հաջող կերպար, այսպես ասած։ Ինչու է դա տեղի ունենում, պիտի քրեակատարողական հիմնարկում այդ ամբողջովին այդ դիմապատկերը ճշտվի աշխատանքը կատարելու համար առաջին հերթին, հետո նոր սկսվի այդ ամբողջ աշխատանքների շղթան հայտնաբերելու համար
կրթական բաց թողում ունես թե չէ, այ մենք բավական երկար աշխատել ենք նրա համար, որպեսզի հանրակրթությունը առնվազն քրեակատարական հիմնարկներում 19 տարեկանով չսահմանափակվի։ Հիմա արդեն կրթություն են ստանում, հանրակրթություն են ստանում քրեակատարական հիմնարկներում, բարձր տարիքի մարդիկ, 19-ից բարձր մարդիկ, որովհետև դա էլ է, այնինչ պետությունը բաց է թողել տարիներ շարունակ, ամենացցուն կերպով երևում է քրեակատարական հիմնարկում։ Դու կրթություն նորմալ չես տվել որպես պետություն, դու սոցիալական ապահովություն չես տվել երեխա տարիքից սկսած, որտեղ կան հանցագործություն կատարած անձինք, որովհետև երեխա տարիքում նրանք եղել են լրիվ բացի թողի վիճակում։ Դու հետո առողջական խնդիրներով չես զբաղվում այդ մարդու, որովհետև ազատության մեջ մարդկանց քանի անգամ են գալիս որևէ հաստատությունից, ասել մի հատ հետազոտություն անենք, տնանք ինչ ա կատարվել։ Հայտնվում է քրեակատարական հիմնարկում առողջական խնդիրները սենց բացվում են ու բոլորը մատնացույց են անում, վայ առողջական խնդիրների պատճառով։ Չէ, այս ամբողջ համալիր բաց թողումների գործընթացը վերում հանգեցնում է առողջական խնդիրների վատ թարացման նաև քրեակատարական հիմնարկներով։ Իսկ աշխատանքի խնդիրը էլ ես չեմ ասում։ Մարդիկ ունեն բազմաթիվ պարտքեր այն անձանց, ում վնաս են պատճառել, տուժողի իրավունքների փոխհատուցում։ Հիմա նրանց առջև ունեն պարտավորություններ։ Ինչպես են փոխհատուցումը անելու, եթե մենք ընդհանրապես որևէ կերպ չենք մտածում նրանց աշխատանքով ապահովելու մասին։ Ավելի վատ բան ասեմ, աշխատանքը քրեակատարական հիմնարկներում շատ սահմանափակ է, առավել եւս սահմանափակ է վճարովի աշխատանքը։ Հատկապես ինչպիսի աշխատանք կա վճարովի։ Մաքրման, հաց բաժանելու, ինչ որ ինտելեկտուալ աշխատանքի մասին ընդհանրապես խոսք չի գնում։ Մենք երբեմն որ գնում ենք Վարդաշեն քրեակատարական հիմնարկ, իհարկե այնտեղ մարդիկ են հավաքված, որոնք ունեն խնդիր օրենքի հետ եւ իրենք օրենքի մարդիկ են, դատավորներ, ոստիկաններ, դատախազներ, նախկին։ Այս մարդիկ իրենց կրթության մակարդակի եւ հնարավորությունների աստիճանի որևէ կերպ չեն կարող ապահովել աշխատանքով, իրենց կասեն ավել վերցրու մաքրի տարածքը։ Ես չեմ ասում, որ դա ինչ որ իրենց չինի ցածր աշխատանք է, բայց ինչպես է պետությունը օգտագործում իր ինտելեկտուալ ռեսուրսը։ Ես դրա մասին եմ խոսում, նաեւ չվնասելով մարդուն։ Դա շատ կարևոր բաներ են, որոնց մասին մենք չենք էլ մտածում։ Մենք առաջնային նայում ենք առողջական խնդիր, ծեծեցին, չծեծեցին, բայց այս ամբողջը մի համակարգ է, մի պուճուրիկ պետություն է, ու այստեղից պարզ է դառնում, թե մենք ոնց ենք կառավարում մարդկային ռեսուրսը եւ ոնց ենք ավելի լավացնում այդ ռեսուրսը դուրս գալուց։ Չենք անում մենք դա։ Այստեղ շատ հետաքրքիր բան ասեց գործընկերս, ասել, որ այդ սոցիալական բաժնի աշխատակիցները ընդհանրապես ոչինչ չեն անում, դա ազնիվ չի լինի, որտեղ շատ մեծ աշխատանք են անում։ Իրանց հասանելիք, իրանց ոնց ասեմ, հաստիկով հասանելիքից հազարապատիկ ավելի շատ են անում։ Հարցը նրա մեջ է, որ չի բավականացնում իրանց քանակը եւ այն մեթոդաբանությունը, որով իրանց շատ անգամ ստիպում են թուղթ լրացնելու համար այնքան թղթաբանություն են անում, որ բուն աշխատանքը մարդու հետ աշխատելու, մարդը մարդուն օգնելու չեն կարողանում բան ոնց ասեմ ռացիոնալն օգտագործեն այդ ժամանակը ու շատ հարցերում ասել, որ ընդհանրապես ոչ մի բան չեն անում, սուտ կլինի, ազնիվ չի լինի։ Հարցը ռացիոնալության մեջ է։ Այ ունեք այսքան բյուջետ, ինչի վրա եք դուք դա ծախսում, հա, ինչի վրա են։ Օրինակ էլի նորից ես պիտի կռվեմ։ Բանի հետ նոր քրեակատարական հիմնարկ կառուցելու փոխարեն ժողովուրդ ջան, մենք այդքան քրեակատարական հիմնարկի կարիք էլ չունենք։ Եկեք բանը պրոբացիայի ծառայությանը տանք այդ գումարները, եկենք հնարավորություն ստեղծենք մարդկանց, ովքեր որ մասնագիտություն չունեն, նոր մասնագիտություններ սովորեն։ Թող հմտություններ, պարտադիր չի որ դոկտոր, պրոֆեսոր մարդ լինի։ Սովորացրեք մարդուն արհեստ, որով ինքը կարա ոնց է կոչում են, պարավոյ քաշի, չգիտեմ, կաթսա դնի, բաներ են, որոնք որ միշտ պետք են գալու, հա, չգիտեմ, փայտից ինչ որ փայտագործ ինչ որ մի բան սարքի, այն ինչով ինքը կարա վաստակի, եթե ունի այլ ունակություններ, անշուշտ պետք է օգնել, չգիտեմ, վարսավիրա մկրատներ տվեք, բացի սովորացնելուց այդ իրանց, չգիտեմ, ինչ սարքավորներ ունեն։ Եթե գիտական կոչում ունի, ու ինչ որ խնդիր ունի, սահմանափակ ունի, դժվարանում է վերադառնալ կառույցներ, որովհետև դատվածություն ունի ու դա մեր հասարակության ցավոք սրտի այդ հիվանդների մասերից է, խարանի նման մի բան է։
օգնեք մարդկանց ինչ որ կազմակերպություններում ներգրավելու, ինչ որ փոքրիկ գրանտներ տվեք, իր այդ գիտելիքը օգտագործեք, թող մարդը պրոդուկտ ստեղծի, թող մարդը վերադառնա, թող մարդը հնարավորություն ունենա, որպես մարդ իրան զգալու։ Այդ դա ավելի շատ ռացիոնալ կլինի, քան թե ինչ որ իմաստեղ առաջարկում։ Տիկին Հովհաննիսյան, համամիտ եք, որ մենք այնքան էլ շենքային պայմանների խնդիր չունենք եւ ավելի շատ է այսպես պրոբացիոն ծառայությունների վրա այս գումարները ուղղել կարևոր շատ կարևոր է։ Խոսքը Նուբարաշենը փակելու մասին չի։ Նուբարաշենը պետք է այսպես հավասարացնել հողին ու դադարեցնել։ Երևանում մենք Երևանում ունենք եւ Երևան կենտրոն քրեակատարական հիմնարկը, որը փակման ենթակա է միանշանակ սովետական միությունից ծրված, որ մարդիկ պատկերացնեն, դա պատվալն է ԿԳԲ-ի, այսպես ասած, որ ասում են պատվալ, բայց առաջինները դարձյալ սարսափելի են։ Շատ վատն են, այնտեղ կա խուց, որտեղ ընդհանրապես չի բաժանված զուգարանը հենց խցից եւ մարդիկ կապ չունի դա ով է, ապրում են այդտեղ 25-ից ավել տարիներ։ Հիմա Երևան կենտրոն, Նոբարաշեն, դատաբարտյալների հիվանդանոց եւ Արթաշեն քրեակատարական հիմնարկները բոլորովին չեն համապատասխանում չափանիշներին։ Իհարկե դրա առաջնագծում գտնվում է Նոբարաշեն քրեակատարական հիմնարկը, բայց դա չէ խնդիրը հիմնական։ Այո, պետք է փոխվի։ Այո, պետք է շենքային պայմանները բարելավեն, որտեղ պահպան պայմանները երբեմն արդեն մոտարկվում են խոշտանգման։ Այնքան վատ պայմաններ են, որ մարդը եթե երկար այդտեղ գտնվի, կարող է ուղղակի հոգեկան առողջության ամբողջովին խաթարում ունենա։ Բայց նաև սիստեմիկ խնդիրն է, մենք զուգահեռաբար դա պիտի անենք, նոր քրեակատարական հիմնարկի չափերը միգուցե պակասացվի, որտեղ այնտեղ մի հատ ինչ-որ շատ գլոբալ պրոյեկտ է, որը որպես այդպեսին իհարկե, հետևել եմ եւ կիսվել են մեզ հետ։ Այնպես չի, որ շատ մենք sense անջրպետված ենք, մեզ հետ քննարկումներ լինում են, մենք հանդիպում ենք եւ այսպես sense ճակատ չենք տալիս, որ գիտեք դուք ոչինչ չեք անում, մենք գտնում ենք, չէ, բայց այստեղ մտածողական խնդրի մասին է խոսքը։ Մենք առանցքով պետք է լինի մարդը։ Սպասումներ կային, մենք այս կարճ ժամանակում հասցրել ենք որոշակի փոփոխություններ կան։ Էլի եմ ասում, համաձայն եմ, չի կարելի ասել ընդհանրապես փոփոխություններ չկան, բայց երբ որ տեսնում ես, որ մարդիկ իրենց մաշկի վրա այդ փոփոխությունները չեն զգում, մենք ուղղակի կողքից ասում ենք, այս արել ենք, այս արել ենք, այս արել եւ իրոք անում ենք, բայց դեռևս չի հասնում դատապարտյալին կամ կալանավորված անձին, որը զգա իր վրա այդ ամբողջական փոփոխությունների շղթան, ուրեմն դեռևս կամ պակաս է դա, կամ ինչ որ խանգարիչ հանգամանքներ կան, նշեցի տարբեր հանգամանքները, որոնք պետք է աստիճանաբար վերացնել։ Չասել կոնցեպտուալ հարցեր կան, որոնցում փոփոխություն չկա։ Մասնավորապես, եթե հատուկ ջոկատայինները գալիս են ու անում են, վարվում են նույն կերպ, որը վարվել են 5 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 30 տարի առաջ, ու դա արդարացվում է նախարարի կողմից անգամ առանց ներքին քննության, հաջորդ օր առավոտը վերական նախարարը ասում է ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է։ Այդ նույն ֆրազը մենք լսել ենք 30 տարի առաջ։ Ես 1998 թվականից համագործակցում եմ Հելսինկյան ասոցիացիայի հետ։ 98 թվականից նույն բանն են ասում բոլորը, ինչն է փոփոխությունը, հասկանում եք, իսկապես մտածող։ Հետաքրքիր գիտեք որն է, որ բազմաթիվ մարդիկ այնտեղ նույն բանում, արտադրության նախարարությունում, չգիտեմ, քրեակատարական վարչությունում, առանձին որ խոսում ես, վրոցի նորմալ է։ Սենց որ խոսում ես adekvat, խելացի, ողջամիտ, առաջարկներն են անում, խոսում ես, դա հասկանում է մարդը։ Այն մարդը հենց այդ պաշտոնը ստանձնում են կամ, չգիտեմ, այդ իրանց միջավայրում են հայտնվում, դառնում է ոչ adekvat պահվածքի։ Ինչ ասում ես, չկա տենց բան։ Գուցե հնարավորություններն են կամ պատասխանատվությունն է մեծանում, հնարավորություններն են պակասում։ Հակառակը, իրանք իրանց վրա պատասխանատվություն չեն վերցնում այդ համակարգը փոխելու, այդ համակարգում դրականը բերելու։ Նենց չի որ իրանք չեն հասկանում։ Այն ինչ որ մենք ասում ենք, դրան բազմապատկեց մի քանի անգամ, այդքան ավել իրանք գիտեն, որտեղ իրանք համակարգի ներսից են, որտեղ մեր ինֆորմացիան իրար պաշտպանների շատ դեպքում մեր անձնական փողոցից է կամ մեր կալանավորներից է կամ մեր վստահորդներից է, հա, իրանց բարեկամներից, փաստաբաններից։ Այս մարդիկ գիտեն բաները, նկատի ունեմ արտադրության նախարարություն, ինքը ներսից գիտի էլի շատ բաներ։ Ու իրանք շատ լավ հասկանում են, որ այդ իրավիճակը նորմալ չի, բայց ոչ մեկ չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը, գնալ իրական բարեփոխումների, փոփոխությունների, որովհետև
Չգիտեմ, որովհետև դա շատ ավելի դժվար է։ Որովհետև բարեփոխումը ինքը բարդ process է, ինքը երկար process է, ինքը հետևողական process է։ Դու պիտի ամեն օր արթնանաս ու գնաս, ինչ ասեմ, պատերազմելու, որովհետև ամեն բանի համար դու ինչպես ենք մենք ամեն անգամ գնում համարյա ասում կռիվ պատերազմի են գնում, էլի ամեն օր մեր ամեն վստահորդի հետևից, ամեն մարդու հետևից, ամեն իրավապաշտպան գործունեության հետևից պատերազմով են գնում, բոլորի հետ ենք պատերազմի մեջ։ Տիկին Կարապետյանց, մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պիտի օրինակ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, արդարադատության նախարարություն, այսինքն բոլորը պիտի սինխրոն աշխատեն, բայց օրինակ վերջի դեպքերից հետո շատ էին քննադատությունները, որ օրինակ նախարարությունն ուշ արձագանքեց, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ առհասարակ չարձագանքեց կամ կիսատ արձագանքեց։ Այս բոլոր կառույցներն էլ համալիր ու սինխրոն պիտի աշխատեն, եթե իսկապես ուզում ենք այդ բարեփոխումները ցանկացած ահազանգի հետևից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պիտի գնա, այս առումով ինչ։ Ես դες ավելին կասեմ, անգամ քաղաքացիական հասարակության ներսում բառակտում ա եղել էս վերջի դեպքի հետ կապված, որովհետև մարդիկ կային, ասում ա ինձ հասկանալի չի, իսկ ինչն ա եղել դրդապատճառը, որ հատուկ ջոկատայինները մտել են ու տես ծեծի են ենթարկել։ Ինքնին իրավապաշտպան ոլորտում այդ հարցը չի կարա ծագի, հասկանում եք, կապ չունի ինչ ա եղել։ Մարդու վրայով մանգալ, հայոյել, բռնության ենթարկել ու ասել սրանից հետո երկելու ես գասպադա, չի կարա լինի պալուբոմու։ Կա խախտում, կա իրավախախտ։ Դու ունես բոլոր գործիքակազմերը, արի սիրուն վերցրու, տար ուրիշ տեղ։ Տար ուր է ստանում, պատժախուց է ստանում, տար պատժախուց, ուրիշ ԿԿՀ է ստանում, տար ուրիշ ԿԿՀ, քեզ ո՞ր ձեռդ բռնել, բայց դռները ասում է, նա բացատրությունն է լսեք, էլի ասում է, բանի, արդարադատության նախարարության ու քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները տիկին Ժան Ալեքսանյանի հետ ասուլիսի ժամանակ մեկ ինչ ասում է հատուկ ջոկատայինները եկել են, բառացի չի բանով իմաստը։ Հա, այլ ասում է հատուկ ջոկատայինները եկել են քրեական ենթամշակույթ կրող մարդուն հանեն խցից տանեն, բայց կողքի խցից թղթղկացնում են դռներին եւ խանգարում են հատուկ ջոկատայինների գործողությունները։ Նա խելքին նայեք, հատուկ դուք տեսել եք հատուկ ջոկատայիներին, գիտեք ինչա, այնպես մեծ, շատ մեծ ու շատ ուժեղ, այսպես ինչ ասեմ, շատ մեծ տղաներ են ու իրանց խանգարելը թղթղկոցով, հետո ասում է, որպեսզի դադարեցվի իրանց գործունեության խանգարելը, դռները բացել են, խցերը բացել են եւ խցերում խոզարկություն են արել։ Ժողով, խոզարկելու համար դու պիտի համոզված լինես, որ ներսում կա ինչ որ արգելված իր, կամ իրականացվում է ինչ որ արգելված հակաօրինական գործողություն։ Դռանը թղթղկացնելու հակաօրինականը ո՞րն է եղել։ Կամ դռանը թղթղկացնելու ինչից են ենթադրել, որ այնտեղ ներսում կան իրեր, որոնք արգելված են օրենքով այդ ցանկով։ Չէ, նպատակը եղել է մեկը՝ վախի մթնոլորտ, ինքնահաստատում, այն ինչ որ խուլիգանություն հոդվածով կա, որ ասում է ինքնահաստատում է, ու այն ինչ որ վերագրել են, ես չեմ ասում, որ լավ է, որ քրեակատարողական հիմնարկում կան կրիմինալ, իհարկե վատ է, շատ վատ է։ Պետության ներսում պետություն են ստեղծում, իհարկե վատ է, շատ վատ է, բայց դա ձև ունի, դա շնորհք ունի ու նորից վերադառնալով հարցին, անգամ քաղաքասարակության ներսում հարցեր են ծագել, բա ինչ են արել, որ մենք գնացել են, որ ստիպված են եղել հատուկ ջոկատայիններ գրալ այդ գործողությունների, անգամ այդ դրան ենք հասել, այդ տխուր վիճակին ենք հասել, այսինքն դուք մի սպասեք, որ պետական հիմնարկները շատ արագ կարձագանքեն, իրանց որ ձեռը լինի, ճարեն է ձեռները, իրանք ընդհանրապես չեն արձագանքի, եթե Ժան Ալեքսանյանը չհազանգեր այդ խնդրի հետ կապված, դուք կարծում եք միպը իրան պատեպատ տալով գնալու էր ինչ-որ հայտարարություն, երբեք, կարծում եք, որ քրեակատարողական ծառայության պետը կամ ինչ-որ պաշտոնյա գալու էր ասել, Ժողովուրդ ջան, սես դեպք ա եղել, երբեք դա ծածկադմփոց էր լինելու։ Այնպես որ նորից շատ շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, ովքեր որ անմասն չմնացին, անտարբեր չմնացին, Ժաննային հատուկ շնորհակալություն, որ ինքը հրապարակեց ու մենք բոլորս իմացանք այդ տեղեկության մասին, ավելի ուշ կարծում եմ բոլորս ենք հերթով զանգեր ստացել տարբեր մարդկանցից, որովհետև իսկապես խնդիրը չէր, կարծես թե չէր կանգնում այդ process-ը։ Եվ ավելին տեղեկացնեմ այն բոլորին, ովքեր որ մտքով անցնում է, որ կարելի է Ժան Ալեքսանյանին տենց, ինչ ասեմ, խնդիրներ իր համար առաջացնել, դուք չարաչար սխալվում եք, եթե դուք ունեք քաղաքասարակության ներսում ձեր համախոհները եւ լրողների բրիգադ կամ մի հատ, ձեզ չթվա թե Ժան Ալեքսանյանին կարելի է նեղացնել, կամ ինչ որ մեկը կթողի, որ դուք Ժաննային նեղացնել։ Վերջին այս դեպքերի հետ կապված Տիկին Հովհաննիսյան ինչ է ձեզ հայտնի եւ այդ մեկնաբանությունները եւ քաղաքասարակության ներսում փաստորեն որոշակի տարանջատում ինչ հետևանքեր։ Կարծես թե դիտորդների խումբը ամբողջական հրապարակել է իր դիտարկումը այդ օրվա
եւ այդ դիտարկումը Դուք ուղղակի ճշգրտող հարց չմասնակցեցիք, որովհետեւ բայց կարող էիք մասնակցել որպես դիտորդ, այո, ընդգրկված լինելով։ Ներսում դուք իրավիճակին այս անգամ ուղղակի չեք հասցրել։ Խումբը ազատ է, առնվազն 2 մասնակից կարա լինի ներկա, այսինքն պետք է մինիմում 2 հոգի լինի, թե դրանից ավել ովքեր ժամանակ կունենան ու հնարավորություն կունենան մասնակցելու, բան չի, էլի։ Խմբի կարգը այսպեսին է, առնվազն 2 դիտորդով պետք է այց կատարել, ում այդ ժամանակ հարմար է եւ ավելի օպերատիվ կարող է արձագանքել, ինքը միանգամից իր ընկերոջ հետ միասին մտնում է քրեական հնարավոր լինում է օրինակ այդ այցի ընթացքում օրինակ նույն դատապարտյալներից առավելագույնը կորզել ստանալ իրական տեղեկատվություն եւ ճշմարտությունը բացահայտել թե այնուամենայնիվ անճշտությունների տեղատարապ եւ պակաս կա։ Այս դեպքով հնարավոր եղել է ամեն դեպքում իրենք բաց են եղել պատմելու այս ամբողջ եղելությունը նորից չկրկնեմ գրեթե ամենայն մանրամասնությամբ ասվեց նաև հերքեցին այդ այրելու դոշակներ այրելու այդ փաստը որը հրապարակվել էր նախորդ հիմա մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը ընդհանրապես անկախ մարմինների անկախ գործունեությունն է այս դեպքում, որ միանգամից չասեն, այսպես է եղել դեպքը, եթե քրեակատարողական հիմնարկը ընդհանրապես ենթարկվում է քրեակատարողական ծառայությանը, բնականաբար այնտեղ լինում է իրավիճակ, որ մեկը մյուսին կարող է ծածկել, կոծկել, պաշտպանել։ Անկախ մարմինների գործունեությունն է շատ կարևոր իրականությունը վերհանելու եւ այս դեպքում նաեւ քննչական մարմինների եւ դատախազության գործունեությունն է շատ կարևոր չկոծկելու ամբողջ իրողությունը հասարակությանը ներկայացնելու հարցում, որովհետև մենք նաև անդրադառնալով նախորդ տարիների մահվան դեպքերին դեռևս մեկ դեպքով չունենք հնչեղ այսպիսի եւ բան խորքային հետաքննություն, նախաքննության process, դատական process, որ մենք կարողանանք ցույց տալ, որ տեսեք վերհանվեցին խնդիրներ, որոնք ազդեցություն ունեցան նաեւ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այնպես որ այս դեպքն էլ ցավոք սրտի բացառություն չէ։ Մի անգամից արտահայտել, որ ամեն ինչ լավ է եղել, ամեն ինչ ճիշտ է եղել։ Օրինակ այդտեղ կարող է ինքնական գործունեություն է ծավալել որևէ մի հատուկ ջոկատային։ Ով է երաշխիքը այն անձի, որը կարող է մտնի իրան մայր հայոյեն կներեկել իրապես։ Ու ինքը հունից դուրս գա ու իր բանին համապատասխան գործողություններ չիրականացնի։ Այսինքն քեզ ինչ էլ անեն, դու քո ծառայությունն ես իրականացնում, որը իրավունք չունես անելու, օրինակ ֆիզիկական չգիտեմ եսի ինչեր անելու, բռնություն նվաստացնող արտահայտություններ անելու, այսինքն կալանավորված անձը կարող է թույլ տալ իրեն չափից դուրս գալ, բայց ծառայության տակ եղող անձը իրավունք չունի դա անելու։ Բայց միանգամից հայտարարել, որ բոլորը եղել է պատշաճման, ինձ համար առնվազն շատ կասկածելի է եւ մյուս կողմից էլ ցանկության, որ ի վերջո դուրս հանվի իրականությանը բացակայության կարծես թե նախարարի գնահատականները այսպես գոհացնող են օրինակ արձագանքեց նաեւ Սրբուհի Գալյանը Դե հենց իրենք շատ արագ շտապեցին ասելու, որ չէ, ոչ մի բան չի եղել։ Ես հասկանում եմ, եթե քո ներքո է գործում, շատ դժվար է ընդունել սխալները։ Յուրաքանչյուր անձ իր սխալները շատ դժվար է ընդունում։ Բայց այստեղ գործ ունենք մարմնի հետ մի ամբողջական մարմնի, եթե ուզում ես, որ այդ մարմինը փոփոխվի, եթե ուզում ես նորովի գործի, եթե ուզում ես բարեփոխումներ անել, առավել եւս պետք է լինես ինքնակնդատ եւ առնվազն չշտապես։ Հիշում եք այն բանի հետ կապված բանակում զինվորների հրկիզման դեպքը, որ երկրորդ օրը կառավարության նիստում արդեն բոլորը վարչապետը հայտարարություն արեց։ Արդեն վարչապետի մակարդակով բոլորը արդեն նախաքննությունը անց էին կացրել, ամբողջ պատկերը իմացել է, այդպես չի կարգը, այդպես չի։ Եվ արդյունքում այսօր դատավարությունը ընթանում է ու բոլոր կողմերը, թե տուժողները, թե մեղադրյալը, թե հանրությունը օբյեկտիվ ունի կասկածներ, արդյոք սա իրականության հետ աղերս ունի, թե չէ, բայց վերջ, որովհետև կնիքը դրված էր ամենաբարձր մակարդակով, առաջի դեմքի մակարդակով։ Ես ավելի կոշտ կասեմ, ասում եմ, զարանիշտ ավելի տենց բան է, համեստի բան։ Սա արդարադատության միջամտություն է, ինչը հանցագործություն է եւ քրեորեն պատժելի է, հասկանում եք։ Նույն արդարադատության նախարարի գործողությունները դեքանի դեռ չկա քրեական գործի հարություն, քրեական գործի արդյունքները, լավ, գոնե քրեական գործի արդյունքները լինեն, չեմ ասում դատական վերջնական ակտը,
գոնե քննություն անցկացրեք, այ մարդ, գոնե ներքին քննություն անցկացրեք, չնայած ես չեմ վստահում ներքին քննությանը, երբեք չեմ վստահել այս տրամաբանության մեջ, որ նույն բանն ես լսում, ինչի 30 տարի առաջ տղամարդ նախարարից ես լսել, նույն բանը լսում ես գեղեցկատեմ կին նախարարից, ինչ տարբերություն ասում, ինձ համար ոչ մի տարբերություն չկա, համակարգային խնդիր է, հետևաբար սխալը, այո, դա նաև արտադրության միջամտություն էր, եւ Տիկին Գալյանն է միջամտել, եւ վարչապետն է միջամտել, եւ առհասարակ մեր պետական պաշտոնյաները սովորություն պիտի ունենան, եթե կան նշույլներ, իսկ իրանց մեծ մասը իրավաբաններ արտադրության նախարարությունում, այս մարդիկ չեն հասկանում, որ եթե քրեական գործի մոտավոր հարուցվելու հիմքեր կան, դու պիտի ընդհանրապես չխոսես դրա մասին։ Սա միջամտություն է։ Միանշանակ եւ սա քրեորեն պատժելի է։ Դու ճնշում ես գործարքում քո կարծիքը հայտնելով, այլևս ով պիտի լինի այդ քննիչը, որ պիտի արդար քննություն իրականացնի։ Ով պիտի լինի այդ դատախազը, որ քաղաքական պաշտոնի նշանակված բանին նախարարի խոսքին հակառակ գնա, առավել եւս վարչապետին քաղաքական առաջի դեմքին հակառակ կարծիք կամ process իրականացնի։ Մահապարտ են այդ մարդիկ, ելք են մահապարտ չեն։ Այդ մարդիկ շատ լավ հասկանում են դրա վերջը ինչով է վերջանալու։ Նախարարին չեն հանելու, քննիչին են հանելու։ Այնպես որ սա միջամտությունը եւ քրեորեն պատժելի է։ Ափսոսում եմ, 1000 ափսոս, որովհետեւ ձեր եթերում եմ 1000 անգամ ասել, մնացած եթերում է։ Ես համարում եմ, որ Տիկին Գալյանը խելացի կին է, ինքը պոտենցիալ ունեցող կին է ու մասնագետ է եւ վստահ եմ, որ ինքը կարող էր լինել փոփոխություններ բերող նախարար։ Բայց համակարգը թույլ չի տալու։ Պլյուս նման նպատակ ուղղակի չկա։ Համակերպեք ժողովուրդ ջան, այս իշխանությունները նման նպատակ չունեն բարեփոխել։ Ես հիշում եմ, որ քրեակատարողական ծառայությունների պետը երբ նշանակվեց, դարձյալ այսպես աջակցությունը մեծ էր, եթե չեմ սխալվում, դուք էլ գրառում արեցիք, Տիկին Հովհաննիսյան գոհունակություն հայտնեցիք, բայց փաստորեն այս առումով էլ սայլը տեղից չի շարժվում։ Նայեք, երբ թիրախավորվում է անձը իր սեռով պայմանավորված, ինքը ունենալու է աջակցություն։ Եթե վաղը Սրփուհի Գալյանին թիրախավորեն որպես կին, ինքը ունենալու է աջակցություն։ Բայց ինքը ունենալու է քննադատություն, հենց այս խնդրանքանության հետ կապված Սրփուհի Գալյանը արձագանքեց։ Եթե ինքը չպիտի քննադատվի որպես կին, ես այդտեղ արդեն կունենամ խնդիր, որովհետև մենք խոսում ենք արդեն մասնագետի մասին, արդեն խոսում ենք մասնագիտական գործունեության մասին։ Իսկ նախորդ տղամարդիկ ինչ են արել։ Դորդուբեշ են արել։ Ինչ են արել, իրաց ստեղծած համակարգն է, ու կինը 2 ամսում պետքա չգիտեմ ինչ աներ, չէ, ուղղակի մենք ակնկալիք ունենք, այնուամենայնիվ մենք կանանցից մեծ ակնկալիք ունենք, որովհետև կանայք սպասում են ավելի մեծ են։ Այդ իմաստով շատ ավելի սկզբունքային են։ Այսօր ես ու Նինան ենք այստեղ կանգնած, չէ՞։ Դա էլ է, չէ՞, ցուցիչ, թե ինչու եք դուք հենց այս հարցով հենց մեզ կանչել։ Որտեղ մենք ավելի սկզբունքային ենք դիտարկում այդ հարցերը, չեմ նույնացնում տղամարդկանց ընդհանրապես, բայց այս աշխարհը, այս ստեղծված աշխարհը տղամարդկանց աշխարհն է։ Մենք գործում ենք իրենց կանոններով։ Եթե մենք մեծագույն խիզախություն չունենանք այդ կանոնները ճեղքել դուրս գալու, մենք շարունակելու ենք վերարտադրել այդ նույն շղթան, որը արդեն իսկ հյուսված է։ Իսկ ես կանանցից շատ մեծ ակնկալիք այս պահին չունեմ, որովհետև այնուամենայնիվ կառավարությունը այս պահին դեռևս տղամարդկանց մեծամասնությունն է, իր խաղի կանոններով է գործում, այնտեղ կա նաև քաղաքական առաջնահերթությունների խնդիր եւ կանայք այդտեղ, չգիտեմ, ինչ կամիկաձեներ պետք է լինեն, թե ինչ։ Գիտես, ես մտածում եմ, որ եթե դու իսկապես մտածում ես, որ դու քո կարողությունները պետք են այս պետությանը, ես օրինակ գտնում եմ, որ չպիտի համագործակցեն այն իշխանությունների հետ, որոնք չեն գնալու փոփոխությունների։ Եթե դու փոփոխությունների կողմնակից ես, հեղափոխական փոփոխությունների իսկապես կողմնակից ես, դու չպիտի գնաս համագործակցելու, որտեղ ես շատ եմ ափսոսում, ես Արփին եմ Սարգսյան ափսոսում, ես Աննա Վարդապետյան եմ ափսոսում, ես Սրփուհի Գալյան եմ ափսոսում, ես չգիտեմ, ելով կա աղջիկներից կանանցից ծովին արդյոք լինի, ասեք, էլի կային, մի քանի պաշտոններ կային, կանանց են նշանում, ես շատ ափսոսում եմ իրանց պոտենցիալը, որովհետև նորից 1000 անգամ ասել եմ, այնպես չի, որ ես իրանց հետ, իրանց աշխատանքի բնույթի հետ կռիվ չունեմ, ես ունեմ, եւ ինձ համար միևնույնն այնտեղ կինա նստած, թե տղամարդ, եթե ինքը ի պաշտոն է իր գործունեությունը չի իրականացնում կամ նույն ձև է իրականացնում ոնց որ նախքին, մեկ ով է նստած, բայց ես համարում եմ, որ այդ կանայք ունեն այդ պոտենցիալ եւ կարող են գնալ փոփոխություններ, ինչպես գործընկերս նշեց,
տեսեք, շատ կարևոր է։ Երբ որ ասում են տղամարդկանց աշխարհ, գիտեք, այն որ ասում են դատախազությունից որ բան են, չէ, հանում են, ասում են, այս սրա խավորն է, այս սրա սանիկն է, այս սրա աղբոր տղեն է, այս սրա բաժանաղն է, բոլորը բոլորի հետ, ասում են, որ ոչ մի բան չլիներ, իրար հետ գնացել են սաունա գարեջուր խմելու։ Всё, իրանք ախպերություն են, իրանք իրար այս սենց պահելու են։ Այդ համակարգը կոտրելու համար ոչ ստանդարտ մոտեցում է պետք ունենալ։ Ոչ ստանդարտ մոտեցում կարան ունենան այն մարդիկ, ովքեր կապ չունեն, կապված չեն այդ կապերով այդ համակարգի հետ։ Մեր պայմաններում դա կինն է։ Ես վերջերս ուսումնասիրություն էի իրականացնում տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցության, կապ չունի այս թեմային, բայց շատ նաև կապ ունի։ Այնտեղ այդ տղամարդկանց ցանցը կարողանում է ազդեցություն ունենալ այն կանանց վրա, որոնք քաղաքական մասնակցությանից հետ են գալիս։ Որտեղ ինքը զանգում է նրա ամուսնուն կամ քրոջը կամ քրոջ մարդուն կամ չգիտեմ ազդեցություն է ունենում։ Սկսվում է այդ նույն ցիկլը սկսվում է, հա, դա իհարկե դժվարություն է։ Բոլոր դեպքերում մեր ռեսուրսները իր ամուսնուն, կարող է զանգել իր եղբորը, այս եղբոր չգիտեմ ընկերը, այս ինչի ընկերն է։ Ու սկսվում է շատ դժվար process է։ Քաղաքական պաշտոնների Քաղաքական process է։ Էլի մենք հիմա խոսում ենք քրեական ենթամշակույթի, ցավոք սրտի, քաղաքականությունը եւս շատ մոտ է իր սկզբունքներով եւ վարման խաղի կանոններով քրեական ենթամշակույթ։ Եվ օգտագործում է, երբ որ ասում են, որ մենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում գնացել ենք Նուբարաշեն, այդ քրեական ենթամշակույթի բանին վերցրել, որ տանենք մեզ, միշտ հիշեք, քաղաքական ավելի շատ քան քաղաքական խմբերը ոչ մեկ չի օգտագործում քրեական ենթամշակույթը իր կարկառուն դեմքերով իրանց նպատակներին հասնելու համար։ Բայց մենք տեսնում ենք քրեական ենթամշակույթի մասին վերջին նիստին խոսեց եւ արտաքին գործերի նախարարը եւ վարչապետը, այսինքն իրենք էլ այստեղ լրջանում են։ Սիրանուշ ջան, դուք էլ ասեք, որ պայքարում եք, դուք էլ ասեք, կարևոր չի ինչ են ասում, կարևորը ինչ է իրականում հողի վրա։ Երբ որ օրինակ բերեմ, երբ որ խոշտանգում իրականացրած ոստիկանները գալիս են քրեական ենթամշակույթ կրողներին, աջակցություն են խնդրում, որ գնան տուժողի վրա ճնշում գործադրեն, ու քրեական ենթամշակույթ կրողը գալիս է ճնշում է գործադրում քավորի վրա, պապու վրա, տատու վրա, չգիտեմ, հորեղբոր վրա, բոլոր բաժանաղներ, բոլորի վրա ճնշում է գործադրում, ու ստիպում է տուժողին հրաժարվել իր բողոքից, դա որտեղ է այս ցիպոչկայի մեջ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Մարդը իրան որ մասում է իրան պաշտպանված զգում, կարա կասեք։ Նույն բանը, հեսա կտեսնեք, մենք մոտենում ենք ընտրություններին։ Էլի մեր թեմայի հետ կապ չունի։ Դուք կտեսնեք, իմանաք, թե ինչ խոր ինտիմ հարաբերությունների մեջ են բոլոր ներառյալ իշխող կուսակցությունը հարաբերությունների մեջ։ Գյումրիի դեպքում էլ մենք շատ ակնհայտ բոլորս տեսակ Տեսակ, այնպես չի, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող ԿՊ-ականները ոչ մի կապ չունեն։ Քաղաքը փոքր է, Հայաստանը փոքր է, մի փոքր հետազոտեք։ Հիմա ես չեմ ուզում անուններ ու դրվագներ տալ, զուտ թեմա չտալու քրեական գործեր հարուցելու, այնպես չի որ աչքս վախեցած է, բայց ասում եմ ամեն դեպքում։ Բայց մի փոքր ձեր շրջապատում հարցրեք ու կտեսնեք, թե ամեն գյուղում, ամեն քաղաքում քրեական ենթամշակույթի էլեմենտ հետ փոխկապակցված գործողություններ արել են, թե չեն արել ԿՊ-ականները։ Կտեսնեք, որ արել են։ Մնացածի մասին ինչի չեմ խոսում, հիմա անպայման ԿՊ-ի բան են, մոլի երկրպագուները կգրեն։ Մնացածին մենք մերժել ենք, մենք ամբողջ հասարակությունով ամերժել ենք, բե իրանք չեն թաքցրել, իրանք չեն թաքցրել քրեական ենթամշակույթի հետ իրանք խոր ինտիմ հարաբերությունները։ Այս իշխանությունն է, որ դրոշակ է սարքել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ու ձևական այդ բանի տակ, այդ հրավառության տակ ինքը իր գործերը ասում է առաջ է տալիս։ Այնպես որ բոլորին ասում եմ մեծ համբերություն, որովհետև մենք իսկապես մեծ փոփոխությունների կարիք ունենք։ Մենք չենք կարող առանց այդ փոփոխությունների առաջ գնալ, բայց դժվար է լինելու։ Տեսեք, եթե ամփոփենք, այս հարցին ուզում եմ երկուս արձագանքեք, պատասխանեք, եւ եթե վերադառնանք քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին, որոնք են այն առաջնային խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն եւ կարող եք այսպես թվարկել։ Դե
Խնդիրներից մեկը իհարկե ես էլի կկրկնեմ կալանքի մասսայական կիրառումն է, որ ինձ համար դա դատարանների խնդիր է եւ քանի որ մենք ունենք արդեն օրենսդրորեն բազմաթիվ գործիքներ, որ կարող ենք կիրառել, տնային կալանքի համարել են նախատեսված արդեն բոլոր հնարավորությունները, երբ կարելի է նաև էլեկտրոնային մշտադիտարկման այդ սարքերը օգտագործել եւ այլ տարբերակներ կարելի է կիրառել, դա առաջին խնդիրներից մեկն է, որ հեշտ լուծելի է։ Ինչեմ ես ասում եմ առաջնային, շատ խորքային խնդիրներ կան, բայց հեշտ լուծելի է ուղղակի։ Այլ ընտրանքային մեթոդ կիրառես, որ մարդը բանտում չհայտնվի, չվատանա իր առողջական վիճակը, չսկսվի այդ ծանրաբեռնվածությունը բանտային, որ հոգեբանը նստի իրանով զբաղվի, ոչ թե կալանավորվածը, այլ դատապարտյալ անձով։ Ի վերջո, այս ամբողջ բեռից հետևացումը մեկը։ Երկրորդը առողջապահական ծառայությունն է, բժշկական օգնությունը։ Իհարկե, այնուամենայնիվ պետք է ուժեղացնել ոչ թե նրա համար, որ քիչ է արվում, չի արվում, մեր ուժերը շատ քիչ են այն ծավալի համար, որոնք որ այնտեղ հայտնվում են։ Հոգեբուժական խնդիրը շատ կարևոր է, այդ մշտադիտարկումները մեզ համար կարևոր են, որովհետև մարդը այսօրվա դրությամբ դրսում արդեն հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերում, որովհետև լարված է հասարակությունը, աշխարհում է ընդհանրապես ամենալարված վիճակը, բոլոր տիպի խնդիրները սոցիալական եւ այլն վատ տարածել են, բնականաբար մարդու ամբողջ հոգեբանական վիճակը կարող է տալ նաեւ հոգեկան առողջության խնդիրների, իսկ բանտում դա ել ավելի կարող է անգամ 10 դնել ու դիտարկել, որ թե ինչքան ավելի արագ են այդ խնդիրները իրականանում եւ իհարկե նորից անդրադառնանք քրեական ենթամշակույթին, որը ինձ համար ամենացավոտ թեման է, ինչու եմ ասում, որովհետեւ մենք կոնկրետ խնդիրներ ենք տեսել, երբ կոնկրետ հոդվածներով դատված մարդիկ մեզ դա դուր է գալիս, դուր չի գալիս, վաղուց են լավն են, հասարակությունը կպարսավի թե չէ, կարող են դրդվել ինքնասպանության, որտեղ իր հոդվածը օրինակ սեռական հոդված է, օրինակ։ Այսինքն այստեղ պետության կարգավորիչների կարևորությունը շատ մեծ է, որտեղ դու վերցրել ես մարդուն քո հովանավորության ներքո եւ ամբողջականորեն իր կյանքի իրավունքը պաշտպանելու գործառույթը ստանձնել ես դու։ Ինչ գործ ունեն ուրիշ մարդիկ, դրթեն իրան, չդրթեն, փորձեն սպանել, ծեծեն, չգիտեմ, խոշտանգեն, ինչ անեն։ Այսինքն այստեղ մենք կարևորագույն խնդիրներ ունենք, որը պետությունը պիտի առաջնահերթորեն իր դիտակետում պահի։ Շնորհակալություն եւ դուք տիկին Նու ավելացնելու բան շատ քիչ կա, մի բան կավելացնեմ, եթե դու պայքարում ես քրեական ենթամշակույթի դեմ, դու այդ քրեական ենթամշակույթը նախ եւ առաջ քո աշխատակիցների մեջից պիտի հանես։ Դու պիտի հանես կարգ բաների ключникները հսկիչների մեջից պիտի հանես, դու պիտի այդ հատուկ գումարտակների ջոկատների մեջից հանես, դու որոշում կայացնողների մեջից պիտի հանես այդ քրեական ենթամշակույթը, որտեղ քրեական ենթամշակույթը այդ տատուիրովկեք չեն կամ չեն, թզբեղներն ու մնացածը չեն, դա մտածողություն է, ու եթե դու մտածում ես, որ դու կարող ես քրեական ենթամշակույթի էլեմենտները կամ ամբողջական գաղափարախոսությունը մի քիչ օրենքի տարին համապատասխան ձևավորես ու նույնը վերադարձնես մարդկանց ու դա է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, դու ոչ մի բան չես ստանալու։ Դու ուղղակի տեղավորվելու ես այն հին ավանդական համակարգի մեջ, որտեղ բոլորը բոլորի հետ փոխկապակցված էին, լեզու էին գտնում, դրանով փող էին աշխատում կոռուպցիոն ռիսկերով, արգելված իրերը ձևական առումով ինչ որ բաներ արգելում էին, բայց ներսի աշխատողները հնարավորություն էին ստանում վաստակել այդ իրերը ներս բերելով տանելով, հետո էլ հանկարծակի հրաման էին ստանում, գալիս էին ծեծելով, ջարդելով այդ իրանց իսկ ներս բերած արգելված իրերը վերցնում։ Մի խոսքով դու պիտի չլինես քրեական ենթամշակույթ կրողը։ Լայն իմաստով, ավելի լայն իմաստով, որովհետև շատերը թյուր տպավորություն ունեն, որ եթե մեքենան, չգիտեմ, տաքսիստը մեքենայի մեջ ինչ-որ տենց հատուկ նշանով բան է կախել, թզբեղը այ դա քրեական ենթամշակույթ չէ, ինքը չի քրեական ենթամշակույթ կրող։ Իրական ու ամենավտանգավոր քրեական ենթամշակույթ կրողները դա արդարադատության ոլորտում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք հենց այդպես էլ մտածում են։ Ու կամ դու ես կոտրում համակարգը, կամ համակարգը քեզ խժռում է ու ոչնչացնում է քո լավագույն իդեաները։ Ցավոք մենք չգնացինք համակարգը կոտրելու ճանապարհով, գնացին ամենահեշտ ճանապարհով, տենց մի երկու հոգու տենց փոխեցին, տեղերով փոխեցին, համարեցին, որ փոխել են։ Այդպես չի լինում։ Այնպես որ էլի մենք շատ մեծ աշխատանք ունենք ու առանց այս աշխատանքը անելու
հատկապես քրեակատարողական հիմնարկների հետ կապված մենք չենք կարող որպես վերջնական, հա, սենց օղակ կամ չգիտեմ գուցե եւ առաջնային օղակ։ Չէ, առաջնային երուսուտքի դատարաններ արտադրության համակարգում, որտեղ խնդիրներից մեծ մասը գալիս է հենց պահողն են մարդկանց։ Հա, իրանց բաներից է, հա, վարույթ իրականացնող մարմինները, դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատարանը, այս համակարգերը պիտի փոխելով մենք կարողանանք փոփոխություն ստանանք մնացած տեղերում, որտեղ քանի դեռ հատուկ ջոկատայինը վստահ է, որ իրան կարապահի այս ձև ու ինքը երաշխավորված է իր անվտանգությունը բանում, քննչական մարմիններում, դատախազությունում, դատարանում, անելու է ամեն ինչ, ինչքան էլ մենք մեզ պատեպատ տանք, ինչքան էլ բողոքենք, դժգոհենք, ոչինչ չի փոխվելու։ Համակարգային մտածողություն է պետք, համակարգային փոփոխություն է պետք։ Շնորհակալություն քննարկման համար։ Հիշեցնեմ, որ առաջին դրատվականի տաղավարում քննարկումներ հյուրերս իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանն էին եւ Նինա Կարապետյանցը։ Կհանդիպենք։